Դուք եք, որ այս ամբիոններից ասում եք եւ զանգում եք մի հատ էլ ընտեղ, ասում եք, չէ, չանեք դա, կանեք ուղիղ հակառակը։ Վեր կացեք, բոլորս եկեք։ Գիտեք ինչի եք կանչում, որովհետեւ դուք թքած ունեք Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրա։ Ձեզ պետք էր, քանի որ ցույց եք անում ստեղ 3-4000 մարդուց ավել չէր հավաքվում, ձեզ ցույցի մասնակից էր պետք։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այնքան թունավոր եք Հայաստանի կառավարության ու Հայաստանի ժողովրդից էր, ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրանք բերել եք որպես ցույցի մատերիալ 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Այս եք դուք։ Այս է ձեր ճշմարտությունը, այս է ձեր քաղաքականությունը։ Հիմա էլ ուզում եք նույնը անեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Պարոն Հովհաննիսյան, որ գուբերնիայում լինեք թեմակալ առաջնորդներ, գնաք սարկավակներ ելնեք խորաններին բանանելով, խունկ ծխելով, կայսրի տիրապետության ներքո։ Ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եղել է կա եւ կլինի իշխանության պահելու միջոց։ Դուք թքած ունեք Լեռնային Ղարաբաղի վրա էլ, Հայաստանի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ։ Դուք հացկատակներ եք։ Հարաքվե, Պրահայի սկզբն, Լակվիլան եւ Մուսկոկան, Դովինի հայտարարությունը, ժողովուրդը նայում ասում է, այս ինչեր են ասում։ Ֆեյք է այդ ամեն ինչը, սուտա ծերի ծեր, չի եղել նման բան, չի եղել։ Դուք 98 թվականից Ղարաբաղի հարցը օգտագործել եք միայն մի նպատակի համար, որ Հայաստանում սպանեք, ճնշեք, հարստահարեք, ասելով, որ այդ ամեն ինչ անում եք Ղարաբաղի հարցի լուծելու համար։ 2016 թվին, երբ որ մենք մեր ջոկատով գնացինք Ղարաբաղ, մեզ տարան դիրքեր, այդ տղերքը ներկա են։ Մի րոպե։ Պարոն Աղազարյանի ես դրա համար ներկայացրել եմ Սերան Օհանյանն էլ մեդալա տվե խրամատ փորելու։ Այսինքն այսքան ասացի մեջ մայիսն ու հունիսն էր կարևոր, թողեք վերջացնի բանախոսը։ Լռություն։ Տիկին Գյուրեղյան, լռություն։ Ներկա են Հակոբ Արշակ, մի րոպե սպասեք, մի րոպե։ Ներկա Հակոբ Արշակյանն ա եղել, Ռուբեն Օհանյանը դրա համար մեզ բան Հովիկ Աղազարյանն ա եղել։ Դուք ես ինչ եք ինձ պատմում։ Դուք խոսեք նրա մասին, որ ինչ եք մի բան ստանձնել, հանձնառություն որպես այդպեսին, եւ դրանից հրաժարվում եք։ Եթե չեք հրաժարվում, եւ այսպես եք գնալու ստորագրելու պայմանագիրը, կարող է ողջունողներից մեկը ես լինեմ։ Բայց եթե հրաժարվում եք, այդ նշանակում է դուք հարց ունեք արդեն սահմանադրական կարգի տապալման մասին, որտեղ վարչապետը գործում է միայն կառավարության ծրագրի հիման վրա։ Դուք ուրիշ որոշում փոխանցելու կառավարության անդամներին իրավունք չունեք։ Ամբողջ Հայաստանը չէ, ամբողջ ընդդիմությունը եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները ինձ մեղադրում էին նրա համար, որ եսի પર սահմանը փակել են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Լեռնային Ղարաբաղից դուրս չգա։ Դուք եւ ձեր կողմից նշանակած իշխանությունը դատարկեց Լեռնային Ղարաբաղը։ Բա որտեղ էին կարգավիճակ ստանալու։ Ասում էին լսեք։ Դուք հասկանում եք ինչ եք ուզում հիմա անեք։ Դուրս գանք։ Բա այդ որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինձ էլ սոցիալական ցանցերով, հասարակական կազմակերպություններով պատին եք դեմ տալիս, թե ես չեմ թողում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս գա։ Բա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկավ, այդ կարգավիճակը որտեղ էր ստանալու։ Որտեղ էր ստանալու։ Լռություն։ Մեր հանձնառություններ մենք իրանց ասել ենք ձևը, ինչ պետք է անել, այդ խնդրի լուծմանը հասնելու համար։ Դուք եք, որ այս ամբիոններից ասում եք եւ զանգում եք մի հատ էլ ընտեղ, ասում եք, չէ, չանեք դա, կանեք ուղիղ հակառակը։ Վեր կացեք, բոլորս եկեք։ Գիտեք ինչի եք կանչում, որովհետեւ դուք թքած ունեք Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրա։ Ձեզ պետք էր, քանի որ ցույց եք անում ստեղ 3-4000 մարդուց ավել չէր հավաքվում, ձեզ ցույցի մասնակից էր պետք։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այնքան թունավոր եք Հայաստանի կառավարության ու Հայաստանի ժողովրդից էր, ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրանք բերել եք որպես ցույցի մատերիալ 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Այս եք դուք, այս է ձեր ճշմարտությունը, այս է ձեր քաղաքականությունը։ Հիմա էլ ուզում եք նույնը անեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Պարոն Հովհաննիսյան, որ գուբերնիայում լինեք
աղաներ, գնաք սարկավակներ ելնեք խորաններին բանանելով, խունկ ծխելով, կայսրի տիրապետության ներքո։ Ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եղել է կա եւ կլինի իշխանության պահելու միջոց։ Դուք թքած ունեք Լեռնային Ղարաբաղի վրա էլ, Հայաստանի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ։ Դուք հացկատակներ եք։ Այս կառավարության ծրագրում կա հետևյալ նպատակի արձանագրումը։ ԵԱՀԿ միջազգային ճանաչման այս նպատակավունքը Բայց ես հիմա այնտեղ նստած, երբ որ դուք հարց տալիս եք, ինքս ինձ հարց էի տալիս, ասում էի, օրինակ ինչի է հարգելի պարոն Ռուստամյանը ամեն հարցու պատասխանի ես նույն հարցը տալիս։ Եվ մտածեցի, որ ես եմ մեղավորը, որ լավ չեմ պատասխանում հարցին եւ ամեն անգամ այդ նույն հարցը տրվում է։ Ոտ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված, այո, ԵԱՀԿ Մինսկի խումբը ըստ էության մեր իրականության մեջ մեր քաղաքական մտքի համար սրբապատկերի նման մի բան է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Բայց մենք հասկանում ենք, որ 2022 թվականի փետրվարից ի վեր եւ դրանից առաջ էլ նույնիսկ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ եւ Մինսկի խմբի անդամները հիմնականում իրար հետ չեն խոսում։ Այսինքն ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին դե ֆակտո գոյություն չունի։ Այն արդյունքը, հասկանում եք, այս շատ կարևոր բան է, այն արդյունքը, որ բանակցություններով, ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, որ խոսակցությունը սխալ տեղ չգնա։ Հասկանում եք, որ 2016 թվականից արդեն բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի լուծարումը, Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող կարգի լուծարումը։ Դուք այս իմ ասածին լավ ի վերջո որևէ ձևով արձագանքելու կամ առերեսվելու եք, պատրաստ եք գնանք, նստենք թղթերով, այսինքն ես դա ապացուցել եմ, ես չեմ լսել որևէ հակափաստարկ, ես դա քննիչ հանձնաժողովում պակաս ցածրաձայն, որովհետև իրադրություններ, բայց հիմա ավելի բարձրաձայն։ Եվ այն ինչ որ դուք ասում եք, վերջնական կարգավիճակ ասածը, մենք այդ օրակարգը տարել ենք միջև վերջ, միջև այն պահը, երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերներն են հրաժարվել այդ օրակարգից, հասկանում եք։ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները հրաժարվել են այդ օրակարգից, իսկ այն իշխանությունը, որը ձեր օգնությամբ, ձեր ջանքերով ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում, ընդհանրապես թաղել է այդ օրակարգը։ Մենք սա պետք է առերեսվենք, թե չպետք է առերեսվենք այս խնդրի հետ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այս կառավարությունը, այս մեծամասնության կառավարությունը իր հայտարարած բոլոր նպատակների հետևից հետևողական գնացել է։ Այլ բան, որ ճանապարհին ոչ միայն այլ հանգամանքներ են պարզվել, այլև հազար ներողություն, էլի չեմ ուզում այդ քաղաքական պոլեմիկայի ժանրի մեջ տեղափոխեմ, կներեք, հազար ներողություն եմ խնդրում, բայց առնվազն քաղաքական այս հատվածում գոյություն ունեցող իշխանությունը 98 թվականից մինչև 2018 թվականը ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին խաբել է, ասելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս հնարավոր է։ Դա եղել է անհնարին։ Դա եղել է անհնարին։ Ինչն է մեր տարբերությունը։ Որ իրանք իմանալով, որ դա անհնարին է, սենց բան են արել, լղոզել, ցրել եւ այլն, մենք կներեք արտահայտությանս, ինչ բարոկտագործեմ, միամտաբար հավատացել ենք դրան, ասել ենք ոնց, այդ է ուզում ասեի, չասեցի։ Հավատացել ենք, հասկանում եք, մենք հավատացել ենք։ Մենք ձեր բերած այդ օրակարգին 98 թվից հետո հավատացել ենք եւ դա է մեր սխալը։ Դա է մենք սխալը, մենք կարդացել ենք, մեր կարդացած, ես ասում եմ, իմ
ձախողումն է նա, որ ես ինքս չեմ կարեցել համոզեմ, որ բոլորին պետք է ասեմ ճշմարտությունը, բայց գիտեք ինչի, որովհետև նաև հասկացել եմ, որ եթե այդ խոսույթը դուրս բերեմ, հետագա հետևանքները կապվելու են այդ խոսույթը, ասելու են փլուզեց հայկական խոսույթը եւ ամեն ինչ եղավ դրա համար։ Ես ձեզ խնդրում եմ, դուք կներեք, ինչն է ձեր քաղաքական պերմանենտ ձախողումների պատճառը։ Մի բան, որ հազար ներողություն էլի, որ դուք չեք հրաժարվում ժողովրդին խաբելու քաղաքականությունից։ Մենք ինչ անում ենք, ինչքան էլ ձախողում ենք, կիսալացակումած ենք գալիս ժողովրդի առաջ կանգնում, մի քիչ ամոթխած ենք գալիս, մի քիչ չգիտեմ ինչ, բայց ժողովրդին ասում ենք, մենք օրգանական կապով կապված լինելով ժողովրդի հետ, մենք ժողովրդին ինչպես սեփական ծնողին գալիս ամեն ինչ պարզ ասում ենք, բացատրում ենք, ներկայացնում ենք։ Դուք քանի որ ժողովրդին չեք ընկալում որպես ձեր ծնող, այլ ընկալում եք որպես ձեր կներեք արտահայտությանս բան, նոքիաշնական կարգավիճակ, հանրաքվե, Պրահայի սկզբն, Լակվիլան եւ Մուսկոկան, Դովինի հայտարարությունը, ժողովուրդը նայում ասում է, այս ինչեր են ասում, ֆեյք է այդ ամեն ինչը, սուտա ծերի ծեր, չի եղել նման բան, չի եղել, դուք 98 թվականից Ղարաբաղի հարցը օգտագործել եք միայն մի նպատակի համար, որ Հայաստանում սպանեք, ճնշեք, հարստահարեք, ասելով, որ այդ ամեն ինչ անում եք Ղարաբաղի հարցի լուծելու համար։ 2016 թվին, երբ որ մենք մեր ջոկատով գնացինք Ղարաբաղ, մեզ տարան դիրքեր, այդ տղերքը ներկա են։ Մի րոպե։ Պարոն Աղազարյանի ես դրա համար ներկայացրել եմ Սերան Օհանյանն էլ մեդալա տվե խրամատ փորելու։ Այսինքն այսքան ասացի մեջ մայիսն ու հունիսն էր կարևոր, թողեք վերջացնի բանախոսը։ Լռություն։ Տիկին Գյուրեղյան, լռություն։ Այստեղ ներկա են Հակոբ Արշակ, մի րոպե սպասեք, մի րոպե։ Այո, բայց սպասեք։ Ներկա Հակոբ Արշակյանն ա եղել, Ռուբեն Պարոն Օհանյանը դրա համար մեզ բան Հովիկ Աղազարյանն ա եղել, Պարսիլյանն ա եղել, Նարեկ Բաբայանն ա եղել, Քրիստինեն ա եղել, Հրաչն ա եղել, մեզ տարել են դիրքեր, այսքան ա եղել, այդտեղ խրամատների այսքան ա եղել, անձրև ա եկել այդ դիրքերի մեջ, պատմեք, մենք չենք կարեցել կանգնենք այդ դիրքերի, ոտերներս տակերնիցս փախելա, ինչ կապ ունի, բխեք տարել մեզ ընդեղ, եթե դիրքեր չի եղել, դուք եք տարել, ով ա տարել, ասում ա չգիտեմ ով ա տարել, դուք եք տարել, փորած չեր, բայց երկրորդ գիծը պետք է կահավորված չլներ, այսքան, Այսինքն տեղից խոսում եք, բղավում եք, փորձում եք կսասնել։ Պարոն Ռուստամյան, արձագանք եք։ Անձամբ ձեզնից ներողություն եմ խնդրում ժամանակը չարաշահելու համար։ Արձագանք եք, խնդրեմ։ Ուրեմն նախ թույլ տվեք մի քիչ էլ ես իմ դիրքորոշումները ներկայացնեմ։ Չեմ ասում այդքան ինչքան արվեց, բայց գոնե առանձին միտք ավարտել։ Համեցեք։ Լավ։ Սուտ ասելու մեջ ինչի մեջ ասես մեզ մեղադրեցիք։ Բայց ձեզ առնվազն մի քանի բանով ցույց տամ, որ սուտ դուք եք ասում ծայրից ծայր։ Պարոն Եղոյան։ Առաջինը, դուք որ անընդհատ խոսում եք դրա մասին, որ նախկինները բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողելու մասին, եւ այլը, դուք մի հատ վերհիշեք ձեր իսկ տեսա ուղերձը, որը հղել եք ՄԱԿ-ին պատերազմը սկսելուց 2 օր առաջ։ Դուք ինքդ խոստովանում եք ինքներդ, որ այո, միջազգային հանրությունը ինքնորոշման իրավունքը ընդունել է, եւ այդ ուղղությամբ Ադրբեջանին ուղղում եք, որ գնա այդ ուղղությամբ։ Ցեղասպանության մասին եք խոսում։ Հիմա այն ժամանակ եք ճիշտ ասել, թե հիմա։ Լավ, հիմա, բան ժամանակ սուտ եք ուրեմն ասել։ Բա ուրեմն սուտ եք ասել 20 թվականի սեպտեմբերի 25-ին, այն էլ ՄԱԿ-ին ուղղված ուղերձով։ Լավ, ինչքան կարելի է ժողովրդին հիմարի տեղ դնել։ Մյուսը, դուք ասում եք, որ Մինսկի խումբ գոյություն չունի։ Բա որ Մինսկի խումբ գոյություն չունի, այդ Իլհամ Ալիևը ձեզ ինչի է առաջարկում համատեղ դուրս գաք այդ Մինսկի խմբից։ Իր ամբողջ կյանքի երազանքն է եղել, որ այդ Մինսկի խումբը ընդհանրապես չաշխատի, որտեղ միշտ աշխատել է Ադրբեջանի դեմ։
Լավ հերիք է այս բաները, անդադ մեր պատմությունը չեք կարող աղավաղել։ Այն ինչ որ եղել է, եղել գնացել է։ Բայց ես դրա մասին չեմ խոսում։ Ես ձեզ հարց եմ տվել մի բանի մասին, դուք բոլորովին այլ բան եք ինձ պատասխանում։ Ես խոսում եմ, ոնց որ ասում ժողովուրդը խոսք ունի։ Ես խոսում եմ գանձից, դուք խոսում եք տանձից։ Ես ձեզ ասում եմ, դուք ունեք ձեր կառավարության ծրագրում արձանագրված, այն ինչ որ դուք խոսացիք վերջնական կարգավիճակ եւ այլ, այդ ես չեմ ասում, ձեր կառավարության ծրագրում է գրած։ Հիմա ինչ եք ինձ հետ տալի։ Դուք ձեր կառավարության ծրագրին տեր եք թե տեր չեք։ Սրամա եւ ինչ եք ասում որ ես անդադ այս հարցը բարձրացնում եմ, որտեղ դուք անընդհատ ուզում եք խուսափել այս հարցից, որտեղ գոյություն ունի շատ པարզ մի բան։ Դուք պատրաստվում եք ըստ էության գործել ԱԺ կողմից հաստատված ծրագրին հակառակ, որտեղ սա մի բան ստեղ գրված է, դուք սրան չեք հետևում, բոլորովին այլ բան եք անում, որի իրավունքը դուք չունեք, ինչ իրավունքով եք դա անում։ Միայն մի բան է մնում այդ իրավունքը իրացնել ձեր զորով, դա ոստիկանությանը մղելով ապօրինի բռնաճնշումների, ուրիշ ճանապարհ չկա։ Սա որտեղ ոչ միայն ձեր կառավարության ոչ լեգիտիմության մասին է խոսելու, որտեղ ոնց կարող է ծրագիր ընդունի ազգային ժողովը, հետո դուք գաք ստե կանգնեք ասեք, ես այս ծրագիրը չեմ իրականացնելու։ Ուրեմն դրա ձևը փոխելու միակ ձևը, ուրիշ ձև չկա խորհրդարանական համակարգում։ Պետք է այո հրաժարական տակ, գա նոր կառավարություն, բերի նոր ծրագիր։ Դուք ձեզ այս հարցը ձեզ եմ տվել, արտգործ նախարարին եմ տվել, ասում եմ մենք վակուումի մեջ չենք գործել, բայց բաները փոխվելա պետք է նկատի ունենայինք։ Լավ, վակուումի մեջ չեք գործել, ուրիշ միջավայր է առաջացել, այդ ուրիշ միջավայրի համար adekvat ծրագիր բերեք, նոր կառավարության բայց դուք իրավունք չունեք այս ծրագրից շեղվել։ Սրա մասին է խոսքը։ Հիմա դուք ես ինչ եք ինձ պատմում։ Դուք խոսեք նրա մասին, որ ինչ եք մի բան ստանձնել, հանձնառություն որպես այդպեսին, եւ դրանից հրաժարվում եք։ Եթե չեք հրաժարվում, եւ այսպես եք գնալու ստորագրելու պայմանագիրը, կարող է ողջունողներից մեկը ես լինեմ։ Բայց եթե հրաժարվում եք, այդ նշանակում է դուք հարց ունեք արդեն սահմանադրական կարգի տապալման մասին, որտեղ վարչապետը գործում է միայն կառավարության ծրագրի հիման վրա։ Դուք ուրիշ որոշում փոխանցելու կառավարության անդամներին իրավունք չունեք։ Սրա մասին խոսեք։ Շնորհակալություն։ Պարոն Ռուստամյան, դուք ուղղակի չեք էլ պատկերացնում, թե այս հարցը ինչքան կներեք այդ բառի համար կոմֆորտնի է ինձ համար։ Որովհետև դա ինձ հնարավորություն է տալիս բացելու ամբողջ ճշմարտությունը ձեր ասած թեմաների նկատմամբ։ Ղարաբաղի կարգավիճակ, ինչ կարգավիճակ։ Հա, ես եմ գրել, եւ մենք գնացել ենք այդ կարգավիճակի հետևից, բա ես եմ եկել, այս ամբիոնից ասել, որ այս նշաձողը պետքա իջացնել, հետո դուք եք հարց տվել, բա ինչի նշաձողը իջացնել, ես պատասխանել եմ, վերադառնանք 2023 թվականի սեպտեմբեր ամիս, ամբողջ Հայաստանը չէ, ամբողջ ընդդիմությունը եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները ինձ մեղադրում էին նրա համար, որ ես իբր սահմանը փակել եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Լեռնային Ղարաբաղից դուրս չգա։ Դուք եւ ձեր կողմից նշանակած իշխանությունը դատարկեց Լեռնային Ղարաբաղը։ Բա որտեղ էին կարգավիճակ ստանալու։ Ասում էին լսեք։ Դուք հասկանում եք ինչ եք ուզում հիմա անեք։ Դուրս գանք։ Բա այդ որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինձ էլ սոցիալական ցանցերով, հասարակական կազմակերպություններով պատին եք դեմ տալիս, թե ես չեմ թողում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս գա։ Բա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկավ, այդ կարգավիճակը որտեղ էր ստանալու։ Լրություն։ Մեր հանձնառություններ մենք իրանց ասել ենք ձևը, ինչ պետք է անել այդ խնդրի լուծմանը հասնելու համար։ Դուք եք, որ այս ամբիոններից ասում եք եւ զանգում եք մի հատ այնտեղ, ասում եք, չէ, չանեք դա, կանեք ուղիղ հակառակը։ Վեր կացեք բոլորս եկեք։ Գիտեք ինչի եք կանչում, որովհետեւ դուք թքած ունեք Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրա։ Ձեզ պետք է, քանի որ ցույց եք անում ստեղ 3-4000 մարդուց ավել չէր ավակվում, ձեզ ցույցի մասնակից էր պետք։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այնքան թունավոր եք Հայաստանի կառավարության ու Հայաստանի ժողովրդից ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրանց բերել եք որպես ցույցի մատերիալ 5000 դրամով ցույցերի բերելու համար։
Այս եք դուք։ Այս է ձեր ճշմարտությունը։ Այս է ձեր քաղաքականությունը։ Հիմա էլ ուզում եք նույնը անեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Պարոն Հովհաննիսյան, Որ գուբերնիայում լինեք թեմակալ առաջնորդներ, գնաք սարկավակներ ելնեք խորաններին բանանելով, խունկ ծխելով, կայսրի տիրապետության ներքո։ Ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եղել է կա եւ կլինի իշխանության պահելու միջոց։ Դուք թքած ունեք Լեռնային Ղարաբաղի վրա էլ, Հայաստանի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ։ Դուք հացկատակներ եք։